Ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Եկեք այսօր միասին պատրաստենք կաթնահունց։ Էլ ինչ զատիկ առանց կաթնահունցի, համաձայն չեք ինձ հետ։ Դե ուրեմն գնանք միասին պատրաստենք։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են կաթ, ձու, հալեցրած կարագ կամ յուղ, շաքարավազ, խմորիչ, վանիլին, ալյուր, չամիչ և ջիր, ոնց կցանկանաք։ Տաք կաթի վրա ավելացնում ենք խմորիչը, սիրելիներս բաղադրիչների քանակը նկարագրության բաժնում կգրեմ։ Մի փոքր շաքարավազ, այս ամենը միասին խառնում ենք։ Փակում ենք կափարիչով կամ խոհանոցային սրբիչով և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 10-ից 15 րոպե խմորիչը հասունանա։ Ահա և մեր խմորիչը արդեն հասունացել է, ավելացնում ենք ձուն, հարում ենք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, մեր հալեցրած կարագը, խառնում ենք, ավելացնում ենք մի փոքր վանիլին, և երկու մասով մաղելով անցկացնում ենք ալյուրը։ Միանգամից չավելացնեք, քիչ-քիչ ավելացրեք։ Ալյուրի հետ մի փոքր էլ աղ ավելացրեք։ Մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրի մյուս մասը, հեռացնում ենք հարիճը և սկսում ենք խմորը ձեռքերով հունցել։ Խմորը հանում ենք տարայի միջից, տեղափոխում ենք աշխատանքային սեղանին և 15-ից 20 րոպե մոտավորապես լավ հունցում ենք։ Մի լավ հունցելուց հետո տարայի մեջ ձեթ ենք անում, այսպես տարածում ենք, խմորը տեղափոխում ենք տարայի մեջ, փակում ենք կափարիչով և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում խմորը հասունանա։ Խմորը մեկ անգամ հասունանալուց հետո կրկին հունցում ենք և թողնում ենք 20-ից 30 րոպե կրկին բարձրանա։ Ահա և իմ խմորը արդեն պատրաստ է։ Տեղափոխում ենք աշխատանքային սեղանին, բաժանում ենք 12 հավասար մասերի, գեղեցիկ այսպես գնդիկներ ենք անում, և անցնում ենք մեր բուն աշխատանքին։ 8 գնդիկները այսպես ծողիկների նման երկարացնում ենք, իսկ մնացած 4-ը կասեմ ինչ կանենք։ Ձեռքերի օգնությամբ այսպես գեղեցիկ երկարացնում ենք։ Իսկ այն մնացած 4 գնդիկները, մեկը ես արդեն արել եմ,
Այսպես գեղեցիկ երկարավուն բացում ենք, կարող եք գրդնակի օգնությամբ էլ բացել, կարող եք ձեռքերով էլ բացել։ Ավելացնում ենք չամիչը և իմ դեպքում սալորաչիրը, ես սալորաչիրել եմ ավելացնում հետը, դուք կարող եք չավելացնել կամ ուրիշ ջրեր էլ ավելացնել։ Գեղեցիկ այսպես հավաքում ենք խմորը։ Եվ դնում ենք մի կողմ։ 4-ն էլ վերջացնելուց հետո այժմ վերցնում ենք մեր չամիչով ծողիկներից մեկը, մեջտեղի հատվածում տեղադրում ենք չամիչով ծողիկները, իսկ կողքերին սովորական խմորը։ Այսպես 3-3 հատով, ոնց ցույց եմ տալիս հոլովակում տեղադրում ենք և գեղեցիկ տեսք ենք տալիս մեր կաթնահունցին։ Նույն հերթականությամբ արեք, ինչ ես եմ արել։ Ահա և մեր գեղեցիկ տեսքով կաթնահունցի խմորը պատրաստ է, տեղափոխում ենք յուղաթղթի վրա, փակում ենք խոհանոցային սրբիչով, թողնում ենք մի 15-ից 20 րոպե, այնուհետև մեկ ձվի տեղնուցի վրա մի փոքր կաթ ենք անում և տարածում ենք ամբողջ մակերեսին։ Եվ տեղափոխում ենք ջեռոց 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ընթացքում փայտե ծողիկով կստուգեք։ Ահա և մեր գեղեցիկ անուշաբույր կաթնահունցը պատրաստ է, սիրելիներս, հենց հանում եք ջեռոցից, անմիջապես վրձինով վրան մեղր քսեք։ Մեղրաջուր էլ կարող եք քսել, բայց ես ընտրել եմ մեղրի տարբերակը, մաքուր անարատ մեղր։ Եվ վերջ, սիրելիներս, մեր համեղագույն կաթնահունցը պատրաստ է։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա տեսանյութերը։ Սիրում եմ բոլորիդ, առայժմ։